Ուզում ես, որ քո պատմություններն լսեն։ Նոր Հայլի ոդքասթը պատրաստ է ընդունել ցանկացողներին։ Սա հիանալի հնարավորություն է ձեր պատմությունը, փորձը կամ գաղափարները լսելի դարձնելու համար։ Գրեք մեր էջին մասնակցության պայմաններին ծանոթանալու համար։ Իդեպ, Նոր Հայլի ոդքասթը բաց է նաև հովանավորների հետ համագործակցության համար։ Բարև ձեզ, ես Մարիամն եմ, եւ դուք դիտում եք Նոր Հայլի ոդքասթը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ հետևում եք մեզ, դիտում եք, արձագանքում եւ կիսվում ձեր կարծիքներով։ Այս ոդքասթում մենք փորձում ենք բացահայտել մարդկանց իրական պատմությունները, այն ճանապարհը, որը հաճախ մնում է կադրից դուրս։ Այսօրվա մեր հյուրը Հասմիկ Մեժլումյանն է։ Հասմիկը բժիշկ կոսմետոլոգ է։ Նա աշխատել է որպես ուսուցչուհի, ունեցել է իր սրահը Բերդ քաղաքում, իսկ այսօր իր ճանապարհն է սկսել Երևանում։ Այսօր ուզում եմ խոսենք նրա ճանապարհի, ընտրությունների, ուժի, ինչպես նաև նրա մասնագիտական փորձի մասին։ Նայենք այսօրվա հայլու մեջ։ Հասմիկ ջան, ողջույն, շատ ուրախ եմ, որ այսօր իմ հյուրն ես։ Քեզ այսօր շատերը ճանաչում են որպես բժիշկ կոսմետոլոգ, բայց ես գիտեմ, որ դու սկսել ես այլ ոլորտից։ Ուզում եմ հենց սկզբում խոսենք քո ճանապարհի սկզբի մասին։ Ողջույն Մարիամ ջան, նախ շնորհակալ եմ շատ ինձ հրավիրելու համար եւ սիրով ուզում եմ կիսվել իմ փորձի, իմ ավելի ճիշտ մասնագիտական փորձով։ Եվ ինչպես նշեցիր, ես սկսել եմ տարիներ առաջ 14 տարի առաջ էր երևի, որ ես առաջին անգամ մուտք գործեցի դպրոց որպես ուսուցիչ։ Իհարկե հիմա շատերը կզարմանան, մանավանդ այստեղ Երևանում իմ հաճախորդները չգիտեն, որ ես իմ առաջին մասնագիտության պատմաբան եմ եւ 8 տարի աշխատել եմ դպրոցում, սկզբից որպես գրադարանավար, ապա պատմության եւ իրավագիտության ուսուցիչ։ Մի քանի տարի աշխատելուց հետո ես հասկացա, որ իրականում ես չեմ սիրում այդ մասնագիտությունը եւ դա պարզապես եղել է մանկական երազանք ու սխալ ընտրություն։ Եվ որոշեցի, որ ես պետք է զբաղվեմ այն գործով, որը որ իրոք իմն է, որը ես սիրում եմ եւ որտեղ կարող եմ աճել ու զարգանալ։ Ու այստեղից արդեն սկսվեց։ Այո, եւ ես դպրոցին զուգահեռ արդեն բացեցի իմ գեղեցկության սրահը եւ ամեն օր ավելի ու ավելի ես սկսեցի սիրել այդ գործը ու ավելի քիչ էի ուզում գնալ դպրոց։ Եվ որպեսզի չտանջեմ ոչ ինձ, ոչ իմ աշակերտներին, ես որոշեցի, որ պետքա կտրուկ փոփոխություն եւ որոշ նպաստավոր պայմաններից հետո, որոնք տեղի ունեցան դպրոցում, ես վերջնականապես դուրս եկա։ Եվ ինձ նվիրեցի ամբողջությամբ այս ոլորտին եւ իմ սիրած գործին։ Իրականում կյանքը ցույց է տալի, որ նույնիսկ այն ամենադժվար պահերը, որ մեզ թվում է շատ դժվար է, ինչի համար է այս մեր հետ կատարվում, հետո մենք հասկանում ենք, որ կյանքում ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Հաստատ այդպես։ Հասմիկ, իսկ ինչու հենց բժիշկ կոսմետոլոգ։ Ի սկզբանե ես ասեմ, որ նախ ես սկսել եմ իմ ճանապարհը որպես մատնահարդար, որ ես բացել եմ իմ սրահը, ես որպես մատնահարդար էի, որից հետո արդեն քիչ-քիչ սկսեցի այսպես սիրողական կոսմետոլոգիայով զբաղվել ու հասկացա, որ շատ ինքը հետաքրքիր մասնագիտություն է եւ շատ պիտանի։ Եվ քիչ-քիչ մատնահարդարում այսպես երրորդական նույնիսկ պլան մղվեց եւ ես սկսեցի զարգանալ արդեն այդ ուղղությամբ եւ սկզբից արդեն միջին մասնագիտական կրթություն ստացա, հետո արդեն ավելի լուրջ գործունեությամբ զբաղվելու համար բնականաբար արդեն բարձրագույն կրթություն է անհրաժեշտ։ Ես հիշում եմ այն տարիները, երբ որ դու գալիս էիր սովորելու ու անպայման ուզում եմ շեշտենք, եթե դեմ չես, քանի տարեկանում որոշեցիր ստանալ բժիշկ կոսմետոլոգի կրթությունը։ 32 Ինչի համար սա ասացի, որ մեզ հետևող աղջիկները տեսնեն ու ընդունեն, որ երբեք տարիքը չի կարող խոչընդոտ լինել։ Իհարկե, երբեմն սխալ կատարված ընտրությունը, ինչպես իմ դեպքում էր, առաջի մասնագիտության դեպքում ավելի ճիշտ, չգիտեմ, խորհուրդներով ինչ որ մեկի կամ չգիտեմ, ինչ որ պատկերացումներով դու քեզ համոզում ես, որ դու դա սիրում ես, դա քոնն է, բայց կարծում եմ դա այսպես ճակատագրական չի եւ դու ցանկացած պահի կարող ես ընտրել նոր մասնագիտություն, կարող ես սկսել ամեն ինչ զրոյից, ինչպես իմ եւ քո դեպքում։ Այո։ Եվ երբեք էլ կարծում եմ ուշ չի նորի համար։ Ուղղակի պետք է պատրաստ լինել ու
հավատալ ինքդ քեզ քո ուժերին։ Իրականում մեր տարիքակիցների համար այդ մենք բոլորս իրար կհասկանանք, որովհետև մենք երբ որ փոքր ենք եղել, կար երկու ընտրություն, աղջիկներին երբ որ հարցում էին ինչ ես ուզում դառնաս, ուսուցչուհի կամ բժշկուհի, իսկ հիմա ընտրության հնարավորությունը լայն է։ Դե հիմա կարծում եմ արդեն այժմյան սերունդը ինքը չի սպասում, որ ինչ որ մեկը իր փոխարեն ընտրություն կատարի կամ խորհուրդ տա նույնիսկ, իրենք արդեն պատրաստված այս աշխարհ են գալիս եւ գիտեն ինչ են ուզում ու կարծում եմ դա շատ ավելի լավ է, դրա համար հիմա հիմիկվա սերունդը շատ ավելին է հասել։ Իրականում ծնողների մեջ էլ է շատ բան փոխվել, որովհետեւ առաջ շատ էինք հանդիպում դեպքեր, երբ որ ծնողները իրենց չկատարված երազանքները ուզում էին երեխաների վրա։ Այո, համաձայն եմ։ Իսկ ինչ փոխեց քո աշխատանքի որակում հենց բժշկական կրթությունը։ Դե ես կարծում եմ ոչ թե դա որակի հարց, այլ դա պարտադիր է։ Եթե դու գործ ունես մարդու առողջության հետ, գործ ունես մարդու դեմքի հետ, դու պարտավոր ես ունենալ այդ կրթությունը։ Դա չգիտեմ, ցանկացած գործ ամեն դեպքում պետքա կատարես գրագետ եւ ճիշտ, իսկ ինչ վերաբերվում առողջությանը, դա միանշանակ պետք է այդպես լինի։ Հենց այդ պատճառով էլ, որ ես արդեն բավականին հասուն տարիքում գիրքը վերցրեցի ձեռքս եւ հիմա շատ գոհ եմ, շատ ուրախ եմ, որ չեմ սխալվել։ Իրականում ուզում եմ կոչ անել մեր գոլեգաներին ու այն մարդկանց, ովքեր նոր են մտնում բյութի ոլորտ, շատ կարևոր է, որ պատասխանատու մոտենանք մեր գործին, որովհետև անկախ նրանից կոսմետոլոգ, վարսահարդար, մատնահարդար, մենք բոլորս գործ ունենք մարդու առողջության հետ եւ մեր արած փոքր սխալը կարող է լուրջ հետևանքներ թողել հաճախորդի վրա։ Եվ նաեւ կուզենամ շեշտել, որ լավ մասնագետը, գրագետ մասնագետը երբեմն պետք է կարողանա հաճախորդին ասել ոչ, որովհետև հաճախորդը պարտավոր չի իմանա դեմքի անատոմիա, պարտավոր չի իմանա այն ամեն ինչ, որ պետք է տիրապետի մասնագետը, եւ ճիշտ մասնագետը պետք է կարողանա գրագետ ասել ոչ, թեկուզ եւ կորցնի այդ հաճախորդին։ Իրականում ինձ դուր եկավ շեշտած գրագետ բառը, որովհետև ոչ ասելուն տարբեր տարբերակներ կա։ Երբ որ դու կարողանում ես ասել ոչ ու բացատրել, թե ինչի համար ոչ, հաճախորդը գոհունակությամբ հրաժեշտ է տալիս։ Այո, իսկ հակառակ դեպքում, երբ որ դու ասես ոչ, այլ մասնագետ կփնտրի ու կմտածի, որ ուրեմն խնդիրը քո մեջ է։ Հասմիկ, իսկ այս ճանապարհին ինչ խոչընդոտների ես հանդիպել, որը շատ տպավորվել է քո մեջ։ Շատ խոչընդոտների։ Դե ի սկզբանե ցանկացած նոր գործ, որ սկսում ենք, մենք պետք է պատրաստ լինենք, որ լինելու են դժվարություններ, նաև արհեստական դժվարություններ, հանգամանքներով եւ մարդկանցով պայմանավորված։ Ճիշտն ասած չի եղել այնպիսի դժվարություն, որ ես թևաթափ լինեմ կամ մտածեմ, որ չէ, ես սա չեմ կարող հաղթահարել, բայց եղել են մանավանդ տեղափոխվելու հետ կապված, բնականաբար արդեն նոր տարածաշրջան ես գալիս, նոր մարդիկ, դու նոր պետքա ծանոթանաս այդ մարդկանց հետ, իրենք քո հետ։ Այդ դժվարությունները երևի թե իմ կյանքում մինչև հիմա եղած ամենաբարդն են եղել, բայց ես պատվով հաղթահարել եմ, կարծում եմ։ Տես դու հատկապես շեշտեցիր Երևան գալու բարդությունների հետ կապված, իսկ ինչն էր պատճառը, ինչը բերեց քեզ այդ մտքին, որ ունենալով Բերդ քաղաքում քո սրահը, քո միջավայրը, քո հաճախորդները որոշեցիր, որ տեղափոխվես Երևան։ Կարծում եմ յուրաքանչյուր ստեղծագործ մարդու համար, մարդու կյանքում գալիս է մի շրջան, որ իրեն այլևս չի հերիքում այն ինչ որ կա։ Այսինքն ինքը զգում է, որ բացվելու, ավելի զարգանալու այլևս տեղ չկա։ Ու այդ շրջանը եկավ իմ մոտ, գումարած դրան ուսման հետ այդ անընդհատ գնալ գալ եւ այլ դժվարություններ առաջացնում, եւ ես հստակ ու կտրուկ որոշեցի, որ ես պետք է անեմ դա ինչքան էլ որ դժվար լինի։ Սկզբից գալիս գնում էի այդպես հաճախորդներ ունեի, գրանցում էի, գնում գալիս էի եւ հետո արդեն հասկացա, որ ես պատրաստ եմ այդ քայլին եւ պետք է դուրս գալ այդ կոմֆորտ զոնային, որպեսզի կարողանաս անել ավելին, հասնել ավելին։
հասկացա շատ հետաքրքիր է, իսկ տարբերություններ նկատում ես Երևանում ու քո ծննդավայրում, այսպես ասած, մարդկանց մեջ, հաճախորդների մեջ։ Իհարկե, ամեն ինչը տարբեր է, սկսած մարդկանցից, մարդկանց հետ շփումից, պահանջներից, ամեն ինչ այստեղ տարբեր է ու դե մեր մոտ ավելի մարդիկ ավելի հարմարվող են, ավելի, չգիտեմ, որ ինչ տաս, այսինքն ընտրությունն էլ քիչ է, այդ իսկ պատճառով, քանի որ ընտրություն չկա, դու չես կարողանում զարգանալ, որովհետև դու ինչ էլ որ անես, դա լավն է, վատն է, էդ է։ Հա։ Իսկ այստեղ այդպես չի, այստեղ դու պետք է անընդհատ զարգանաս, անընդհատ կատարելագործվես, որովհետև ամեն քայլափոխի, ամեն մի սրահում կա մասնագետ։ Դու չլինես, մյուսը կլինի եւ այդպես շարունակ։ Այսինքն այստեղ քեզ ստիպում է ամեն ինչը, որ դու ավելի լավը դառնաս։ Իսկ ես չեմ սիրում, որ ցենց, չգիտեմ, չծավալվես, չզարգանաս, ինչ գիտես, ու այստեղ պահանջարկից ելնելով դու ավելի նոր բաներ ես սովորում, ավելի նոր գիտելիքներ ես փորձում ստանալ, մի խոսքով ամեն օր դու աճում ես քո ոլորտում։ Հասմիկ, իսկ քո կարծիքով քո աշխատանքի մեջ ամենակարևորն ինչն է, հատկապես երբ խոսքը վերաբերում է մարդկանց։ Կարևորը նախ գիտելիքն է, կարևորը շփումն է, կարևորը մարդկանց հասկանալն է, մարդկանց պահանջները, իրական պահանջները։ Եվ ես կարծում եմ, որ մեր ոլորտի մարդիկ, բացի լավ մասնագետ լինելը, լավ ծառայություն մատուցելը, նաև պետք է մի փոքր էլ հոգեբան լինեն, որովհետև հաճախ մեր հաճախորդները գալիս են ոչ միայն ծառայություն ստանալու, այլ նաև հանգստանալու, չգիտեմ, այսպես լիցքաթափվելու եւ կարծում եմ մարդ լինելը, մարդկային շփում ունենալը դա շատ կարեւոր է ու պարտադիր գրեթե։ Իրականում մենք այդ հարցին միշտ առնչվում ենք, բոլորս միաբերան այդ կարծիքի ենք, որ այո, մեր գործի մեջ հոգեբան լինելը շատ կարեւոր է։ Իսկ դու որպես կին, որպես ինչ որ չափով հոգեբան, ինչ ես բացահայտել այս ընթացքում կանանց հետ կապված։ Ես հասկացել եմ, որ նախ յուրաքանչյուր կին գեղեցիկ է։ Ես որ նայում եմ, ես երբեք չեմ տեսնում տգեղ կնոջ։ Ես ուղղակի կարող եմ նկատել չխնամված կնոջ։ Ես հասկացել եմ, որ կինը երբ որ գեղեցիկ է, իրեն զգում, ոչ թե լինում, այլ իրեն գեղեցիկ է զգում, ինքը ամբողջովին փոխվում է աշխարհի հանդեպ եւ այլ կերպ է ընկալում աշխարհը եւ նաեւ նկատել եմ, որ գեղեցիկ կանայք երբեք չեն չարախոսում։ Ես դա վստահորեն կարող եմ ասել, որ գեղեցիկ կինը նաեւ նկատում է դիմացինի գեղեցկությունը։ Իսկ ոչ գեղեցիկ կինը, ես նկատի չունեմ արտաքինը, երբեք չի նկատում դա։ Ես այդ երկուսը այս տարիների ընթացքում կարողացել եմ լավ ընկալել։ Իրականում ես հասկացա այն, որ դու ոչ թե ավելի գեղեցկացնում ես մարդուն, այլ փոխում ես իր ընկալումը իր հանդեպ։ Ես ուղղակի ցույց եմ տալիս, որ ինքը գեղեցիկ է, պարզապես դա չի նկատել։ Իրականում մենք միշտ այդպիսին ենք, ցանկացած առումով մենք չենք գնահատում այն ինչ որ ունենք, պետք է ինչ որ տարիքի հասնել կամ ինչ որ ճանապարհ անցնել, որ գաս այդ մտքին, ու նույն ձև հենց քո գործի մեջ է, միգուցե մենք կողքից նայենք, ասենք շատ էլ սիրուն է ինչ կա փոփոխություն անելու, բայց երբ որ կինը ինքն իրեն այդպես չի ընկալում, չի սիրում, այո, պետք է պարզապես ընդգծել ինչ որ մի բան, որ ինքը իրեն ավելի լիարժեք զգա։ Թեկուզ եւ մեզ համար դա շատ ավելի գեղեցիկ է, բայց կարևորը հաճախորդի ինքնազգացողությունն է։ Իսկ մտածել ես այն մասին, հատկապես ինչպիսի կանայք են գալիս քեզ մոտ։ Ավելի շատ գալիս են այնպիսի կանայք, ովքեր գրեթե չունեն կարիքը կոսմետոլոգի, անկեղծ ասած։ Այսինքն այնպիսի կանայք են, ովքեր իրենց սիրում են, իրենցով արդեն իսկ զբաղվում են տնային պայմաններում, պրոցեդուրաներ են անում, սպորտով են զբաղվում, առողջ սննդակարգ են պահում
Այսինքն եթե նույնիսկ իրենք մի քիչ էլ թեկուզ ուշացնեն այցը, դա իրենց ոչնչով չի խանգարի։ Հիմնականում գալիս են այն կանայք, ովքեր իրենց սիրում են։ Ես այդպես եմ գտնում, ես այդպես եմ նկատել, որ եթե քեզ սիրում ես, դու խնամում ես քո մարմինը, դու չգիտեմ, խնամում ես քո հագուստը, մազերդ, դու պարտավոր ես խնամել նաև քո դեմքը։ Այսինքն պետք է ամբողջությամբ սիրես քեզ, ոչ թե մաս-մաս։ Ակնկալում եմ իհարկե ոչ համեստ պատասխան։ Ուզում եմ, որ մեր հետևորդները, այն աղջիկները, ովքեր նոր կիմանան քո մասին, նաև քո տեսանկյունից, այսպես ասած, ծանոթանան քեզ։ Ուզում եմ պատասխանես այս հարցին, թե ինչու հենց քեզ պետք է ընտրեն ու որ նա քո առավելությունը կամ տարբերությունը։ Տարբերությունը նախ ես կարծում եմ, որ բոլորը տարբեր են։ Այդ հարցը չեմ կարող այսպես միանշանակ ասել, ես ինչով տարբեր եմ, որտեղ բոլորս տարբեր ենք, մեկս մեկի նման չենք։ Եվ օրինակ ես ինչու կընտրեի ինձ, այսպես պատասխանեմ։ Առաջինը, որ ես արդար եմ։ Դա մի երևի իմ մեն հատկանիշներից է, որ ես այսպես գլուխս բարձր կարող եմ ասել, որ ես երբեք չեմ խաբում իմ հաճախորդին, ու ընդհանրապես ես չեմ խաբում։ Ես միշտ թեկուզ եւ ես կորցնեմ այդ հաճախորդին, չգիտեմ, թեկուզ եւ նա մտածի, որ ես լավ մասնագետ չէի, չկարողացա, այսինչ պրոցեդուրան կատարել եւ այլ, բայց ես գտնում եմ, որ ես պետքա լինեմ արդար իմ հաճախորդի հետ եւ ես դառնում եմ լավ ընկեր իմ բոլոր հաճախորդներին։ Թեկուզ եւ ես իրան էլ երբեք չեմ տեսնելու, ամեն դեպքում ես լավ ընկեր եմ լինում, լավ զրուցընկեր եմ լինում եւ միշտ ամեն պրոցեդուրա, ինչ էլ որ պետք է անենք, մենք պարտադիր անում ենք դա միասին, իրար հետ որոշելով, համաձայնեցնելով եւ ես երբեք ինքնագործունեությամբ չեմ զբաղվում մարդու դեմքի հետ աշխատելիս։ Հասմիկ, իսկ երբ որ դժվարություններ են լինում, իսկ մենք այդ մասին արդեն խոսեցինք, որ նման դեպքեր եղել են ու դեռ կլինեն, ինչն է քեզ ուժ տալիս շարունակելու այդ դժվարություններից դուրս գալու։ Եթե չեմ սխալվում, Չարլի Չապլինն է ասել, որ այս աշխարհում ոչինչ հավերժ չէ, նույնիսկ մեր դժվարությունները եւ խնդիրները։ Եվ ես միշտ նայում եմ այդ տեսանկյունից, որ ցանկացած դժվարություն, ցանկացած բարդություն, խոչընդոտ կամ խոչընդոտողներ, որ հայտնվում են մեր ճանապարհին, դա պարզապես լինում է մեզ ավելի ուժեղ դարձնելու համար, այլ ոչ թե հակառակը։ Եվ ես դա որպես մարտահրավեր եմ ընդունում եւ չի եղել դեպք, որ ես ընկճվեմ կամ, չգիտեմ, թուլափլինեմ։ Ես միշտ առաջ եմ նայում, ուշադրություն չեմ դարձնում։ Ես գիտեմ ինչով եմ զբաղվում, ինչ եմ ուզում, ու իմ համար ամենակարևորը դա է։ Ուղղորդվելով դրա այդ սկզբունքով, ես միշտ առաջ եմ գնում։ Ի հեճուկս ամեն ինչի եւ ամենքի։ Կարևոր է շեշտել։ Եթե հետ վերադառնայիր այն Հասմիկին, ով որ այս ճանապարհը նոր էր սկսում, ինչ խորհուրդ կտայիր նրան։ Ճիշտն ասած, ես երևի ամեն օր եմ հետ գնում այդ Հասմիկի մոտ, կարծում եմ բոլորս էլ հենց մի փոքր ազատ ժամանակ ենք ունենում, զրուցում ենք մեզ հետ, թե հիմա, թե առաջ։ Եվ ես հետ գնալով պարզապես ես չունեմ այնպիսի մի բան, որ ափսոսում եմ, որ չեմ արել կամ պետք է անեի, չունեմ ես երևի թե չեմ գտնում նման մի բան, ուղղակի ես կուզենայի, որ ավելի շուտ ես այս քայլը անեի, ավելի շուտ դուրս գայի իմ այդ կոմֆորտ զոնայից, որտեղ ինձ համար շատ հարմար էր, ամեն ինչ շատ լավ էր, իդեալական էր, եթե ես շուտ դուրս գայի, չգիտեմ, հիմա ավելի առաջ գնացած կլինեի, քան որ կամ, չնայած ամեն ինչ դեռ առջևում է, բայց կարծում եմ պետք է առաջին իսկ հնարավորության դեպքում, եթե դու ունես այդ հնարավորությունը, դու չպետք է վախենաս, չպետք է լսես ինչ-որ մեկի խորհուրդներին, դու պետք է անես այն ինչ որ քեզ դրդում է քո ներքին ձայնը։ Դա ամենաճիշտն է, ես կարծում եմ, երբեք չի խաբում։ Հասմիկ, սոցիալական էջերում հաճախ եմ հանդիպում, որ
օրինակ առաջարկում են գարնան այս ծառայությունները ինչ որ սեզոնային, հա, քանի որ հիմա գարունը հենց այդ հարցը առաջացավ, կա այդպիսի պրոցեդուրաներ, որ հենց այո, իհարկե, ցանկացած սեզոնը ունի իր յուրահատուկ խնամքը մաշկի համար նախատեսված եւ գարունը դա մի ժամանակահատված է, որ մարմինը այսպես ռեստարտի կարիք ասում եւ առաջին բազային է դա իհարկե մենք սկսում ենք դեմքի մաքրումներից, ոչ իհարկե ցանկալի ոչ տրավմատիկ մաքրումներ լինեն, թեթև պիլինգներ եւ ամենակարևորը դա բիոռևիտալիզացիան է, այսինքն խորը խոնավեցում մաշկին պատրաստում ենք, որ շուտով ամառ է գալու։ Այստեղ կթողեմ Հասմիկի էջը, այնպես որ դիմեք։ Իրականում շատ հետաքրքիր զրույց էր։ Ես չզգացի թե ինչպես ժամանակն անցավ։ Իհարկե սա դեռ ամենը չի, մենք ունենք այսպես ասած ավանդույթ դարձած հարցեր, այս մասում արդեն դու պետք է շատ արագ պատասխանես հարցերին առանց երկար մտածելու։ Առավոտյան սուրճ թե նախաճաշ։ Սուրճ։ Հաճախորդի հետ շփվել թե լուռ աշխատել։ Շփվել։ Անել այնինչ հաճախորդն է ուզում թե այնինչ դու ես ուզում։ Այնինչ հաճախորդն է ուզում իմ խորթով։ Արագ ավարտել թե ոչինչ, թող հաճախորդը մի փոքր սպասի։ Ոչինչ, թող մի փոքր սպասի, որտեվ հետաքրքիր կանցնի։ Հետևել թրենդերին թե ստեղծել քոնը։ Ստեղծել իմը։ Եվ 5 միտք, որը կշարունակես, բյութի ոլորտում աշխատող կինն ուժեղ է, որովհետև շփվում է ամենատարբեր մակարդակի, խավի, մտածելակերպի, վարքի բարքի տեր կանանց հետ ու ոչ միայն։ Ամենակարևոր դասը, որ սովորել եմ աշխատանքիցս դա, երբեք չլսել ոչ մեկի, միշտ հույսը դնել միայն քո վրա։ Եթե նորից սկսեի առաջին հերթին, այն որ երկար ես մտածում, այդ արդեն լավ է, նշանակում է սկսել ես այնպես, ինչպես որ պետք էր։ Հա, երևի չկա այնպիսի բան։ Միգուցե կրկին հետևելով ինքս իմ տված խորհրդին կփորձի ամեն ինչ անել միայնակ։ Այս ոլորտը ինձ սովորեցրեց, որ պետք չէ վստահել ոչ մեկի։ Իմ հաջողության գաղտնիքը ես։ Դիշ։ Հասմիկ ջան, շնորհակալ եմ շատ անկեղծ զրույցի համար։ Իրականում քո պատմությունն ու փորձը ցույց տվեց, որ երբեք ուշ չէ սկսելու համար։ Կարևորը մարդ իմանա իր նպատակը եւ ոչ մի բանից երբեք չհանձնվի իր նպատակի ճանապարհին։ Ես էլ եմ շնորհակալ Մարիամ ջան, շատ հաճելի էր եւ կարծում եմ կարիք ունեի այսպես պատմելու, լիցքաթափվելու եւ կիսվելու։ Ու օգտվելով առիթից, քանի որ մենք վաղուցվա ծանոթներ ենք, ընկերներ ենք, միասին շատ լավ ճանապարհ ունենք անցած, եթե կարելի է այսպես ասել, ու ինձ միշտ հետաքրքրել է մի հարց, ամեն մեկս գիտենք մեր պատմությունը ինչն է մեզ ուշ տալիս առաջ գնալու, եւ օգտվելով ընձեռնված առիթից ուզում եմ իմանալ քո ուժի գաղտնիքը։ Հիմա մենք ես բոլորս տեսնում ենք այսպիսին կայացած հաջողակին, բայց ես գիտեմ, որ քո ճանապարհը հարց չի եղել եւ բազում դժվարություններ ես հաղթահարել։ Ու շատ կուզենամ իմանալ ես եւ բոլոր մեր հետևորդները, թե այ ինչն էր կամ ով էր, որ քեզ ստիպեց չհանձնվել ու շարժվել առաջ ու միայն առաջ։ Շնորհակալ եմ շատ հարցի համար։ Այո, ես այսօր հաջողակ կին եմ, բայց այն ինչ երևում է, դա էլ իմ հայլու հակառակ կողմն է։ Ես անցել եմ ու անցնում եմ դժվարությունների միջով, մենակ իմ կասկածներն ու վախերը հերիք է, որ իմ համար խոչընդոտներ ստեղծի։ Բայց այս ամբողջ ճանապարհին ինձ օգնել է 3 բան։ Առաջինը հավատը Աստծո հանդեպ, որ ես միշտ մտածում եմ, եթե Աստված ինձ տվել է այս միտքը ու այս կարողությունները, ես պետք է օգտագործեմ դա։ Հավատը իմ հանդեպ, որ անկախ դժվարություններից ես միշտ հավատացել եմ, որ ես կարող եմ, ես ինձ պետք է ապացուցեմ դա, ու ցանկությունը, որ իմ հարազատները պետք է հպարտանան ինձանով, կարծում եմ ես մենակ չեմ այդ հարցում, յուրաքանչյուր աղջկա համար կարևոր է, որ իր պապան հպարտանա իրանով։ Երկրորդը նպատակները, որ յուրաքանչյուր բարդության մեջ ես միշտ հիշել եմ իմ նպատակների մասին։
ես կոնկրետ գիտեմ որտեղ եմ ուզում լինել, այն ով եմ ուզում դառնալ ու ձգտում եմ դրան։ Եվ երրորդը, դու եւս խոսեցիր այդ մասին, որ նույնիսկ այն պահին, երբ որ ես կորցրել եմ հավատս, կորցրել եմ նպատակներս, ինձ ուժ են տվել այն մարդիկ, ովքեր որ հանդիսացել են խոչընդոտներ այդ ճանապարհին, որովհետև երբ որ նույնիսկ ոչ մի բան չկա ասելու, գոնե այդ մարդկանց ապացուցելու բան կա, որ այո, ես կարող եմ եւ դուք կտեսնեք ես ուր եմ հասել։ Դա նույնպես ուժ է, իրականում այս հարցում կարող են շատերը համաձայն չլինել իմ հետ, կարող եք գրել ձեր մեկնաբանությունները, բայց այս հարթակը իմ համար այն հարթակն է։ Այո, ինչը մեկին կարա կոտրի, մյուսին կարող է հակառակը։ Ուշտավ ավելի լիցքավորի։ Այդ արդեն կարծում եմ մարդու աշխարհընկալումից է գալիս, ով ինչպես ընդունում։ Այստեղ ես ուզում եմ, որ մենք լինենք ծայրահեղ անկեղծ։ Այո։ Այս էլ իմ անկեղծությունն էր։ Շնորհակալ եմ շատ, Հասմիկ ջան։ Ես եմ շնորհակալ, Մարիամ ջան։ Իսկ ձեզ շնորհակալություն, որ դիտում եք Նոր Հայլին։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով, ձեր կարծիքները շատ կարևոր են մեր համար, հետևեք մեր էջին, սեղմեք զանգակի կոճակը, ինչպես ասում են, եւ հիշեցնեմ մեր ավանդույթի մասին, մեր ակտիվ հետևորդներից մեկը կստանա նվեր մեր հյուրի կողմից։ Սպասեք մեր հաջորդ էպիզոդին։ Ողջույն, այսօր խոսելու ենք Best Friends Tour տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Բաբայանի հետ։ Դավիթ ջան, ողջույն։ Ողջույն։ Ուզում եմ մի քանի բառով ներկայացնես տուրիստական ընկերության պատմությունը, ինչպես հիմնադրեցիր եւ ինչ առաջարկներ ունեք։ Նախ ասեմ, որ ընկերությունը հիմնադրվել է 9 տարի կլինի արդեն, այս տարի օգոստոսին։ Հոբից դարձավ հաճելի աշխատանք եւ արդեն սիրված աշխատանք։ Անունն էլ պատահական չենք ընտրել, Best Friends Tour, լավագույն ընկերների տուր։ Մեր կարգախոսն էլ հենց այդպեսին է, մեզ հետ գալով մեկ անգամ տուրի դառնում եք մեր լավագույն ընկերը։ Կներկայացնեք նաև ինչ ուղղություններով եք տուրեր կազմակերպում։ Ամբողջ Հայաստանի տարածքով ունենք տուրեր, բացառապես ամբողջ Հայաստանի տարածքով, Սյունիքից սկսած մինչև Լոռի, բոլոր մարզերով, քայլարշավներ, գաստրո տուրեր, նաև Վրաստանի տարածքում ունենք հետաքրքիր եւ տարբերվող էքսկուրսիոն ծրագրեր, հայկական պատմամշակութային կոթողներն ենք այցելում Վրաստանի քաղաքները, բացահայտում ենք հին հայկական մշակույթը։ Նաև այս տարվանից սկսած ունենք դեպի Եվրոպա խմբային տուրեր, հունիս ամսին նախատեսվում է Հունգարիա եւ Ավստրիա խմբային առաջին մեր տուրը։ Վստահ եմ մեր հետևորդներին կհետաքրքրի առաջարկը, կներկայացնեք նաև ինչու հենց ձեզ պետք է ընտրեն։ Իհարկե ընտրության հնարավորությունը շատ մեծ է։ Փորձում ենք ավելի մտերմիկ միջավայր ստեղծել տուրերի ընթացքում, որպեսզի նրանք եւս մեկ անգամ վերադառնան մեր տուրերին։ Բացի ստանդարտ սովորական տուրերից, մենք առաջարկում ենք նաև գաստրո տուրեր, նաև եւ տուրիստների եւ տեղացի մեր զբոսաշրջիկների համար։ Ես ինքս մասնագիտությամբ խոհարար լինելով հաճախակի նրանց համար տուրի ընթացքում պատրաստվում եմ ուտեստներ եւ իհարկե համերգ տուրեր ենք ունենում եւ Հայաստանի տարածքում եւ արդեն Հայաստանից դուրս Վրաստանի տարածքում հիմնականում առաջիկա ամիսներին նախատեսվում է 3-ից ավել համերգ տուրեր Վրաստանի Հանրապետությունում։ Շնորհակալություն շատ Դավիթ ջան, որ ներկայացնեցիք։ Շնորհակալ։ Ավելացնելու ինչ-որ բան ունեք։ Այո։ Միացեք մեր տուրերին, դարձեք մեր լավագույն ընկերը։